Գլխավոր ինտրիգը առաջիկա ընտրություններում այն չի ընդդիմությունը մի ցուցակով կգնա թե չի գնա, որտեղ մի ցուցակով հնարավոր չի մասնակցություն։ Բայց այսքան այսպես փոքր այսքան շատ է։ Չէ, շատ է։ փոքր չէ, հարգելի Լիլիթ, եկեք մենք մեզ ինչպես ասում են, չափակողնորոշենք։ Փոքրերի խնդիր գոյություն չունի։ Բոլոր սոցիոլոգիական հարցումները, անկախ իրենց թվերի արժանահավատությունից, մի հատ պատկեր են ուրվագծում, որտեղ երևում է, որ շանս ունեն 4-ից 5 ընդդիմադիր բևեռներ։ Այսինքն դրանց շուրջ պիտի կոնսոլիդացիաները տեղի ունենան։ Պիտի լինեն այդ կոնսոլիդացիաները, եկեք շատ պարզ ասեմ։ Այդ բոլոր սոցիոլոգիական հարցումները ցույց են տվել, որ կոնսոլիդացիոն մեծ պոտենցիալ ունեն Սամվել Կարապետյանի, Ռոբերտ Քոչարյանի, Գագիկ Ծառուկյանի, Սերժ Սարգսյանի, նաև դոկ կուսակցության ղեկավարի շուրջ ինչ-որ կոնսոլիդացիաներ։ Համենայն դեպս բոլոր սոցիոլոգիական հարցումներում ընդդիմությունից այս 4-5 գործիչներն են պոկված մյուսներից։ Հիմա մնացած մանր խաղացողները այդ թվում մենք։ Դες կոնսոլիդացիոն կենտրոններից որևէ մեկի շուրջ գնանք խոշորացման համախմբվենք այդ ձեր ասած ձայները չփոշիացնելու համար։